Հարգելի լրագրողներ, տեսեք, եթե նայենք սահմանադրության կարգավորումներով, ըստ էության այն ժամկետը, որը որ ենթադրում է ընտրությունները, դա եկող տարվա հունիսի 2-ից 12 միջակայքն է։ Սահմանադրության, այսինքն այդ 10-օրյակն է, որը պիտի ընտրություններ տեղի ունենան։ Գիտեք, որ ընտրությունները նշանակում են նախագահը, այսինքն նախագահի հրամանագիրը դեռևս չի եղել։ Բայց բոլորը ընտրությունների օրը, կարելի ասել, այսպես արդեն տեսակ չակերտավոր, բայց արձանագրած ընթանում են առաջ, որ այն է, որ հունիսի 7։ Ինչով է դա պայման, որովհետև այդ իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այսինքն, եթե նախագահ այլ օր, որոշի այլ օր նշանակի, այստեղ կրկին այլ, այսպես ասենք, իրավական հետևանքներ, այսինքն պիտի միատել կառավարի, որտեղ եթե ասենք այդ կիրակին չնշանակի, աշխատանքային օր նշանակի, այնտեղ ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, պատկերացրեք, չէ՞, այսինքն շղթայական նոր, այսպես իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան, դա համար չէ, նախագահի լիազորությունն է այդ 10-օրյա ժամկետում նշանակել ընտրության օրը, հասկանում, ուղղակի բոլորը գիտեն, քանի որ մեզ մոտ ընդունված է, որ օրինակ երբ որ տիմ ընտրությունների հետ է կապված, ընտրական օրենսգիրքը ասում է, օրինակ այս ժամկետի վերջին կիրակի օրը, օրինակ այնտեղ կտեսնեք ընտրական օրենսգիրքում մեկտեղ այդպիսի կարգավորում կա։ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում նման, այսպես ասենք, պահանջ գոյություն չունի, բայց լրելային բոլորը գիտեն, որ բնականաբար դա պիտի լինի կիրակի օր։ Սա ես պարզաբանում ինչի համար, թե ինչից է այսպես ստեղծվել այդ տպավորությունը, միանգամից ու տրամաբանական տպավորությունը, որ հունիսի 7-ը պետք է լինի։ Բայց կրկնում եմ, նախագահը, երբ որ կնշանակի, այդ ժամանակ նոր մենք ունենանք պաշտոնապես նշանակված ընտրություններ։ Այս ընտրություններին կարող եմ ձեզ արդեն տեղյակ պահել, որ մոնիտորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ ենք մենք կիրառելու։ Սա ինչի համար եմ ասում, որովհետև քարոզարշավի և ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության և ֆինանսավորման օրինականության գործընթացը ավելի պատշաճ և ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մոնիտորինգային ծրագրեր է կիրառելու, որոնք հնարավորություն կտան մեզ համացանցում տեղի ունեցող գործընթաց քարոզչությունը ավելի հաստարկված և հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել մոնիտորինգի ենթարկել, որը այս տվյալները բնականաբար մեր վերահսկիչ վերստուգիչ ծառայության այդ ծառայությունն է ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչության ֆինանսական վերահսկողությունը իրականացնում ՎՎՑ-ի համար, մենք կարճ ՎՎՑ ենք ասում, կրճատ, ՎՎՑ-ի համար շատ, այսպես ասենք, արդյունավետ տվյալներ այդպիսով իրենց տրամադրության տակ կունենան։